Շնորհակալ եմ։ Մեծարգո նախագահող հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք բոլորիդ շնորհակալություն հայտնել հետաքրքիր քննարկման համար։ Բավականին բովանդակային քննարկում ունեցանք եւ այդ քննարկման ընթացքում հնչած մի շարք պնդումների, դիրքորոշումների հիմա ես կփորձեմ անդրադառնալ։ Կալանքի հարցը ոչ միայն այս քննարկման ժամանակ, այլ նաև մեր գումարման առաջին օրվանից ի վեր երկար քննարկվեց։ Այո, այլընտրանքային խափանման միջոցներ են արդեն նախատեսված եւ դա նախատեսել ենք մենք մեր ընդունած նոր քրեական դատավարության օրենսգրքով եւ նաեւ մենք ենք եղել այն քաղաքական ուժի ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ մեր դժգոհությունը, մեր բողոքն ենք ներկայացրել քննչական մարմիններին, դատախազությանը, որ այդ այլընտրանքային խափանման միջոցները չեն կիրառվում այն չափով, որով որ պետք է կիրառվեն։ Մենք բոլորս գիտենք, որ քրեական արդարադատության վիճակագրության պատկերը այդքան էլ հաջող չի եղել եւ շարունակում է այդքան էլ հաջող չմնալ, բայց նաեւ գիտենք, որ ունենք այս առումով առաջընթաց։ Այս տարի առաջին անգամ արձանագրվել է այս առումով բալանսի փոփոխություն դեպի դրականը։ Ինչ նկատի ունեմ այն, որ վերջապես այս տարի արձանագրվել է, որ քրեակատորողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը։ Նախքան դա մեր մոտ վիճակագրությունը այլ էր։ Պարզապես կալանավորվածների թիվը գերազանցում էր միշտ պատիժը կրողների թվից ավել էր եւ դա վատ վիճակագրություն էր։ Հիմա մեզ հաջողվել է վերջապես այդ վատ վիճակագրությունը փոխել եւ բնականաբար այս ուղղությամբ պետք է դեռ շարունակել աշխատել։ Պարոն Հարությունյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին խոսեց։ Պարոն Հարությունյան, ես հավատում եմ ձեր անկեղծությանը, որ դուք կողմ եք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց լինի Հայաստանի Հանրապետությունում, ես եթե չեմ սխալվում, նաև մի շարք ռեպորտաժներում մեկնաբանություն եք տվել, խոսել եք այդ օրենքի դրական կողմերի մասին, նաև բացասական կողմերի մասին, նաև վստահաբար նաև շատերս այստեղ, եթե ոչ բոլորս գիտենք, որ Սահմանադրական դատարան ունի որոշում, երեկ իմ ելույթում խոսեցի այդ մասին, որ այդ որոշման հիման վրա նաև պետք է օրենքը առաջիկայում լավարկվի, բայց ես չեմ կարծում, որ ձեր այդ մոտեցումը ցավոք կիսում են ձեր խմբակցության բոլոր անդամները։ Հա, շատ լավ, եթե ձեր խմբակցության այն անդամները, որոնք այդ գործընթացով անցնում են, որոնց գույքը ավելի ճիշտ եւ կիսում են, դա շատ լավ է, բայց ելի մի փոքր դժվարանամ հավատալ, ինչու, որովհետեւ հարգարժան պարոն Վարդևանյան եւ դեռ ձեր խմբակցությունից չէր, եթե ճիշտ եմ հիշում, ամբողջությամբ վիճարկել էր այդ օրենքի սահմանադրական, ճիշտ եմ հիշում, պարոն Վարդևանյան, ամբողջությամբ, ոչ թե այդ օրենքի առանձին դրույթներ, այլ ամբողջությամբ վիճարկել էր այդ օրենքի սահմանադրականությունը։ Կարծում եմ այդ պահին առնվազն պարոն Վարդևանյանը ուներ լրջագույն տարաձայնություն այդ օրենքի առկայության մասին վերաբերյալ առհասարակ, այլ ոչ թե դրա առանձին դրույթների։ Կարգապահական վարույթների մասին, պարոն Հարությունյան, կարգապահական վարույթների վիճակագրություն նույնպես կա։ Ես կարծում եմ, որ դուք որպես փաստաբան, որը երկար տարիներ առնչվել է դատական իշխանության հետ, պետք է համաձայնի, որ դատական իշխանության առողջացման խնդիր իրապես կա։ Բայց նաև տեսել ենք, որ այն հանձնաժողովը, որը դրա համար իրականում պատասխանատու է, այն է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, բավականին խղճուկ վիճակագրություն ունի այդ առումով։ Եվ այնտեղ տեսնում ենք, որ կորպորատիվիզմի բազմաթիվ դեպքեր։ Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել լավարկել այդ համակարգը, այո, մենք ընդունել ենք այդ առումով մի շարք փոփոխություններ, եւ այս առումով նաեւ պետք է ասեմ, որ եթե դուք չգիտեք իհարկե, Եվրոպայի խորհուրդը, խորհրդարանական վեհաժողովը մի շարք բանաձևեր ունի, որտեղ խոսում է այդ փոփոխությունների դրական լինելու վերաբերյալ։ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունից խոսեցիք, պարոն Հարությունյան, վերջին տարիների ընթացքում մի շարք քայլեր են կատարվել այդ ծանրաբեռնվածությունը թոթափելու ուղղությամբ։ Դատավորների թիվն է ավելացվել, թվայնացվել է դատավարությունը, որոշ գործեր դուրս են բերվել
այդ դատարանի քննության տիրույթից եւ որոշվել որ վարչական մարմինները պետք է դրանցով զբաղվեն, գրավոր ընթացակարգներ ընդլայնվել, դատավորների համալրման process-ն է արագացվել, արդյոք դա տվել է ցանկալի արդյունք, այս պայմանությամբ դեռ ոչ։ Բողոքարկումների հետ կապված պարոն Վարդևյանը խոսեց, այդ ամբողջ պետական համակարգի խնդիրն է պարոն Վարդևանյան եւ խնդիրը, որը ես էլ եմ բարձրաձայնում։ Ես միշտ ասում եմ, ընդ որում բոլոր տեղերում, այն բոլոր մարմինները, որոնք ունեն բողոքարկելու իրավասություն, իրենք ապահովության համար միշտ բողոքարկում են, որ հետո իրենց չմեղադրեն չբողոքարկելու մեջ։ Սա խնդիր է, որը պետքա քննարկենք, այո, այսինքն պետքա բողոքարկել, պետք չի բողոքարկել, միշտ բողոքարկվում է։ Եվ սա գլոբալ խնդիր է, ոչ թե լոկալ խնդիր, որը միայն վարչական դատարանին է հատուկ կամ մենակ կոնկրետ դեպքերով է, գլոբալ բոլոր պետական մարմինները միշտ բողոքարկում են, որ հանկարծ իրենց չմեղադրեն, որ իրենք չեն բողոքարկել։ Խնդրեմ, կա պարոն Հարությունյանը մեկ դեպք առնվազն կա, որը չի բողոքարկել, բայց սա խնդիրը ես համաձայն եմ, որը պետքա ստանա լուծում։ Ուրեմն Տիկին Գասպարյան, շատ շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք այդ 86 դեպքի մասին։ Իհարկե ասեցիք, որ դուք չեք բարձրաձայնել, որ այդ դատավորներին մենք չհետապնդենք, քիչ տարօրինակ է, որ դուք կարծում եք, որ ձեր բարձրաձայնելուց ենք մենք այդ դեպքերը իմանում։ Մենք գիտենք այդ մասին։ Ես շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք այդ մասին, որովհետև դա ուղղակիորեն հերքում էր ձեր գործընկերների այն պնդումը, որ դուք մասսայական քրեական հետապնդումների եք ենթարկվում։ Որովհետև եթե այդ 150 քանից ինչքան հնչեց 86-ի դեպքում դատավորները, դատարանները արձանագրել են, որ կա հիմնավոր կասկածի բացակայություն, դա ուղղակիորեն է վկայում այն մասին, որ եթե մենք ուզենայինք ձեզ հետապնդել, այդ 86 դեպքից հիմա կլիներ 0, ուղղակի 0։ Հիմա նույնը Սամվել Կարապետյանի ձերբակալությունից եք խոսում, ասում եք, վճռաբեկ դատանը ճանաչել է, որ նրա ձերբակալումը ապօրինի էր։ Դուք իրապես պնդում եք, որ մենք զավթել ենք դատական իշխանությունը եւ դատական իշխանության անկախությունը հասցրել ենք 0-ի եւ մեր վճռաբեկ դատարանը ապօրինի է ճանաչում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որին ըստ ձեզ մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում։ Ես առաջարկում եմ այստեղ հարգելի գործընկերներ մարդկային տրամաբանության նկատմամբ ունենանք հարգանք, որովհետև ես իրականում շատ լայնախոհ եմ եւ շատ բաների կարող եմ շատ հանգիստ վերաբերվել, բայց երբ իմ բանականությունը փորձում են կասկածի տակ դնել տրամաբանության շղթաների չկառուցելու միջոցով, ես ինձ վիրավորված եմ զգում։ Դուք իսկապես կարող եք ինձ վատ բառեր ասել, չգիտեմ, ես չվիրավորվեմ, բայց երբ փորձում եք իմ բանականությունը դնել կասկածի տակ ներողություն, բայց ես դրան այդքան էլ լավ չեմ վերաբերվում։ Պարոն Վարդևյան դժգոհ է Արմեն Դանելյանից։ Ես ճիշտ եմ հիշում, պարոն Կարապետյան, որ երբ դուք մեղադրվում եք, դուք եւ ձեր թիկնապահ մեղադրվում եք ինչ-որ մեկին ծեծելու հարցում, հետո դուք արդարացվեցիք թիկնապահը ոչ, դատավորը Արմեն Դանելյանն էր, ինքն էր ձեզ արդարացնողը, ինքը չէր, ներողություն եմ։ Եթե սխալ եմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Եթե սխալ եմ հիշում, ներողություն եմ խնդրում, այդ դեպքում մնացական Մարտիրոսյանին։ Ճիշտ եք ասում։ Իշխանություններին գործող հետո դատում են այն դատարանները, պարոն Կարապետյան, որը որ սարքել է այդ իշխանությունը։ Եվ հիմա ձեզ հետ կատարվում է հենց դա։ Ձեզ հիմա դատում է այն դատարանը, որը ձեր հայրիկը ուղղակիորեն թե անուղղակիորեն սարքել է։ Բայց ես այստեղ պետք է ասեմ, որ դուք մնացական Մարտիրոսյանի հետ որևէ խնդիր չունեք, 0 խնդիր ունեք մնացական Մարտիրոսյանի հետ, ձեր խնդիրը մեր հետ է։ Եվ եթե հանկարծ ստացվի այնպես, որ մի օր, մի հրաշքով դուք գաք իշխանության, մնացական Մարտիրոսյանին ոչ մի բան չի լինելու նրա հետ։ Նա շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության հպարտ դատավոր։ Այսքանը, շնորհակալություն, սիրելի գործընկերներ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։